Գիտես ոնց, բդի տրակտորի բերը տանի, բդի եզի բերը տանի, բդի մարդու բերը տանի, հավի բերը տանի, ինչ ուզում է դրա բերն էլ բդի կրի, հողը կոնա, սանի ապրի, մալը կոնա, պահի ապրի։ Արագածոտնի մարզի Սատունց և Վարդաբլուր գյուղերում խորանում են արտագաղթի միտումները։ Բնակավայրերում նվազում է նաև ամուսնությունների թիվը։ Այս խնդիրը բնորոշ է Հայաստանի բազմաթիվ մարզերի, հատկապես փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղերին, որտեղ յուրաքանչյուր ընտանիքի հեռանալն ավելի նկատելի է անդրադառնում համայնքի ժողովրդագրական պատկերի վրա։ Շատ են գնում, էլի գյուղում, որովհետև գործ չկա, աշխատանք չկա։ Երիտասարդները, որ մտնում են քաղաք, էլ չեն ուզում վերադառնալ։ Էդի պարզ է, էդի բնական է։ Ոնց որ կյանքը մեռած լինի։ Ջահել գնում են քաղաք են ամուսնանում, քաղաք են գնում։ Արդեն գյուղի աղջիկներին ասում են գյուղում աննշանին գյուղ կմնամ, ավելի քաղաքի աղջիկ արդեն կերտան քաղաք ապրեն։ Խնդիրը միայն բնակչության թվի նվազումը չէ։ Գյուղերից երիտասարդների հեռանալը աստիճանաբար փոխում է նաև համայնքի սոցիալական կյանքը, նվազեցնելով նոր ընտանիքների ձևավորման և բնակավայրի բնական վերարտադրության հնարավորությունները։ Սատունց բնակավայրի վարչական ղեկավար Մովսես Շամոյանը մեծ հետ զրույցում ընդգծեց, որ համայնքը միշտ եղել է երիտասարդի կողքին, սակայն նրա խոսքով գնացողը գնում է։ Հիմնականում եթե դուրս են գալիս, ընտանիքներով են դուրս գալիս, ոչ թե մենակ երիտասարդը, այլ ամբողջ ընտանիքով դուրս են գալիս։ Որ ուզում աշխատի ապրի գյուղում մնում է, ստեղծում է։ Նույն խնդրի առաջ է կանգնած նաև Վարդաբլուր բնակավայրը։ Բնակիչների խոսքով հատկապես երիտասարդների շրջանում նվազել է գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկությունը։ Նրանք ավելի շատ են ձգտում դեպի քաղաք, աշխատանքային և կենսապայմանների նոր հնարավորություններ փնտրելով։ Արդյունքում գյուղում աստիճանաբար նվազում է երիտասարդ բնակչության թիվը, ինչը խորացնում է նաև ժողովրդագրական խնդիրները։ Աշխատատեղ չկա, ժողովրդի արտագաղթը շատ է։ Եթե աշխատատեղ ստեղծող լինի, ինչ որ գործարար, ինչ որ բան, լավ հողեր ունեն, գազաֆիկացված է գյուղը, աշխատատեղ լինի, ժողովուրդը կաշխատեն, հարս, աղջիկ կաշխատեն, ունենք մի հատ բանջի արտադրամաս։ Այդ հողից այդ ձևի եկամուտ չեն ստանում, որ երիտասարդություն այսօր հողի հետ աշխատեն, եկամուտը քիչ է հողից։ Չեն գալիս այստեղ ներդրումներ չեն անում։ Լեռնային գյուղ է։ Աշխատանք չկա այստեղ։ Բացարձակ աշխատանք գյուղում ինչ աշխատանք։ Ասում սեզոնի ժամանակ ինչ որ մի ասենք մի խոտ քաղի ժամանակ զբաղվենք կամ բերքավակի աշխատանք չկա դրա համար մարդիկ մնան ջա երիտասարդություն ինչ անի։ Վարդաբլուրի վարչական ղեկավար Վիգեն Կասպարյանի խոսքով արտագաղթի պատճառները տարբեր են, սակայն հիմքում որպես կանոն մեկ ընդհանուր նպատակ է՝ ավելի բարեկեցիկ և կայուն կյանք ապահովելու ձգտումը։ Միաժամանակ նա ընդգծում է, որ գյուղական բնակավայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների, աշխատանքի և կենսապայմանների բարելավման դեպքում հնարավոր կլինի որոշակիորեն զսպել բնակչության արտահոսքն ու ներքին միգրացիայի միտումները։ Հիմնական մասը երիտասարդների ձգտում են քաղաք, and քաղաքի աշխատանք են ուզում, քաղաքում ուզում են իրանց երեխեքին լավ ուսումի տալ, այնտեղ այդ հարցը իմ կարծիքով բոլոր գյուղերում, քաղաքներում գործում է, երիտասարդները չեն ամուսնանում։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանի Հանրապետությունում տնային տնտեսությունների 8.6%-ում արձանագրվել են բացակա անդամներ, որոնք մեկնել և չեն վերադարձել 2022-24 թվականներին։ Նշված ժամանակահատվածում արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամներից 23.2%-ի տեղաշարժերը 2024 թվականին եղել է ներհանրապետական Երևան քաղաքի Հայաստանի Հանրապետության մարզերի միջև, իսկ 39.4%-ը միջպետական, որի գերակշիռ մեծամասնությունը 90.4%-ը Ռուսաստանի Դաշնության հետ։ 3 ամիս և ավելի ժամկետով բացակա անձանց թվաքանակը կազմել է շուրջ 56,000 մարդ։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում գյուղական բնակավայրերից բնակչության արտահոսքի միտումը շարունակվում է։ Սոցիալ-տնտեսական խնդիրները, անհրաժեշտ ենթակառուցվածքների պակասը և զբաղվածության ցածր մակարդակը շարունակում են մնալ միգրացիայի հիմնական պատճառները։ Արդյունքում մարզերի, հատկապես հեռավոր կամ մեկուսացված գյուղերի բնակիչները շարունակում են աշխատանքի, կրթության և ավելի բարենպաստ կենսապայմանների որոնումները։ Տիրոն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Արագածոտնի մարզ։